Լուկաս 9 12-ի առաքելությունը։ Եվ նա կանչելով 12 առաքյալներին, նրանց զորություն և իշխանություն տվեց բոլոր դևերի վրա, նաև բժշկելու հիվանդությունները, և ուղարկեց նրանց քարոզելու Աստծո արքայությունը և բժշկելու ախտերով վարակվածներին։ Եվ ասաց նրանց. ճանապարհի համար ոչինչ մի վերցրեք, ոչ գավազան և ոչ մահ, ոչ հաց և ոչ արծաթ դրամ, երկու հագուստ մի ունեցեք, որ տունն էլ մտնեք, այնտեղ գիշերեցեք և ապա այնտեղից գնացեք։ Եվ նրանք, որ ձեզ չեն ընդունի, որպես վկայություն նրանց դեմ, ձեր ոտքերի փոշին թութափեցեք, երբ այդ քաղաքից դուրս ելնեք։ Եվ նրանք ելան և շրջում էին քաղաքներում ու գյուղերում, ավետարանում էին և բժշկում ամեն տեղ։ Հերովդեսը և Հիսուս։ Հերովդես չորրորդապետը լսեց այս բոլոր գործերը և զարմանում էր ոմանց ասածի վրա, թե Հովհաննեսը մեռելների ցարություն է առել, իսկ ոմանց ասածի վրա, թե Եղիան հայտնվեց, և ուրիշների, թե նախկին մարգարեներից մեկը հարություն է առել։ Հերովդեսն ասաց. Հովհաննեսին ես գլխատեցի, իսկ սա ո՞վ է, որի մասին այսպիսի բաներ եմ լսում, և ուզում էր նրան տեսնել։ Հացի բազմացումը։ Առաքյալները վերադարձան և Հիսուսին պատմեցին այն ամենը, ինչ որ արեցին, և նա նրանց հետ առնելով քաշվեց առանձնացավ ամայի մի տեղ, մոտակայքը մի քաղաքի, որ Բեթսայիդա էր կոչվում, և երբ ժողովուրդը իմացավ, գնաց նրա հետևից, և նա ընդունելով նրանց, խոսում էր նրանց հետ Աստծու արքայության մասին։ Եվ որոնք, որ բժշկվելու կարիք ունեին, բժշկում էր նրանց, և որն սկսեց դարաժամել։ 12-ը մոտեցան և նրան ասացին. արձակիր այս ժողովրդին, որպեսզի գնան շրջակա գյուղերը և ագարակները, հանգստանան և կերակուր գտնեն, որովհետև այստեղ ամայի վայրում ենք։ Նա ասաց նրանց. դուք տվեք նրանց ուտելու բան։ Եվ նրանք ասացին. մենք 5 նկանակից և 2 ձկից ավելի չունենք, եթե չգնանք և այս ժողովրդի համար բավարար ուտելիք չգտնենք, որովհետև շուրջ 5000 մարդ կար։ Նա աշակերտներին ասաց. նստեցրեք դրանց խումբ, 50-50։ Եվ այդպես արեցին ու ամենքին նստեցրին։ Եվ նա վերցնելով 5 նկանակը և 2 ձուկը, նայեց դեպի երկինք, օրհնեց, կտրեց և աշակերտներին տվեց, որպեսզի ժողովրդի առաջ դնեն։ Ամենքը կերան և հագեցան, իսկ կտորտանքները վերցրին 12 սակառլիկը։ Ճշմարիտ դավանությունը։ Եվ երբ նա առանձին աղոթք էր կանգնել, նրա հետ էին նաև իր աշակերտները, նրանց հարցրեց և ասաց. ժողովուրդը իմ մասին ի՞նչ է ասում, ո՞վ եմ։ Եվ նրանք պատասխանեցին և ասացին. Հովհաննես Մկրտիչը, և ոմանք, թե Եղիան, իսկ ուրիշներ, թե նախնիներից մի մարգարե հարություն է առել։ Ասաց նրանց. դուք իմ մասին ի՞նչ եք ասում, ո՞վ եմ։ Պետրոսը պատասխանեց և ասաց. Աստծու Քրիստոսը։ Նա սաստեց նրանց և պատվիրեց ոչ ոքի չասել այդ։ Հիսուսի կանխասացությունը իր մահվան և հարության մասին։ Ապա ասաց. մարդու որդին պետք է չարչարվի և անարգվի քահանայապետներից և ծերերից ու
իրենց գետներից և սպանվի ու երրորդ օրը հարություն առնի։ Եվ ամենքին ասում էր. եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ուրանա իր անձը և իր խաչը մշտապես վերցնի և գա իմ հետևից, որովհետև ով որ կամենա իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձը ինձ համար կորցնի, այն պիտի փրկի։ Ինչ օգուտ է մարդուն, եթե աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի, որովհետև ով որ ինձ և իմ խոսքերը ամոթ կհամարի, նրան մարդու որդին էլ ամոթահար պիտի անի, երբ գա իր և հոր և սուրբ հրեշտակների փառքով։ Բայց արդարև ասում եմ ձեզ, թե այստեղ գտնվողների մեջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչև որ չտեսնեն Աստծու արքայությունը։ Հիսուսի պայծառակերպությունը։ Եվ այս խոսքերից մոտ 8 օր հետո, իր հետ վերցնելով Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, նա լեռ ելավ աղոթքի կանգնելու։ Եվ երբ աղոթքի էր կանգնած, նրա երեսի տեսքը այլակերպվեց, նրա զգեստը փոխվեց և փայլուն սպիտակ դարձավ։ Եվ ահա երկու մարդիկ խոսում էին նրա հետ։ Նրանք Մովսեսն ու Եղիան էին, որոնք փառքով երևալով խոսում էին նրա վախճանի մասին, որ տեղի պիտի ունենար Երուսաղեմում։ Իսկ Պետրոսը և նրա հետ գտնվողները քնի ծանրության տակ արթնացան ու տեսան նրա փառքը և երկու մարդկանց, որոնք նրա մոտ կանգնած էին։ Եվ երբ դրանք նրանից հեռանում էին, Պետրոսը Հիսուսին ասաց. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ ենք, 3 տաղավար շինենք, մեկը քեզ, մեկը Մովսեսի և մեկը Եղիայի համար»։ Եվ չէր իմանում, թե ինչ էր խոսում։ Եվ երբ այս ասում էր, մի ամպ եկավ ու նրանց վրա հովանի եղավ։ Եվ երբ նրանք ամպի տակ ընկան, վախեցան։ Ամպից մի ձայն եկավ, որ ասում էր. «Դա է իմ ընտրյալ որդին, լսեցեք նրան»։ Եվ մինչ խոսքի ձայնը դեռ գալիս էր, Հիսուս միայնակ գտնվեց։ Եվ նրանք լսեցին, ու այդ օրերին ոչ ոքի չպատմեցին իրենց տեսածներից և ոչ մի բան։ Լուսնոտ երեխայի բժշկումը։ Հաջորդ օրը, երբ նրանք իջնում էին լեռնից, Հիսուսին ընդառաջ գնաց մի մեծ բազմություն, և ահա ժողովրդի միջից մի մարդ աղաղակեց և ասաց. «Վարդապետ, աղաչում եմ քեզ, նայիր իմ որդուն, որովհետև իմ մեկ հատիկն է։ Ահա չար ոգին դեսուդեն է զարնում նրա մեջ և հանկարծ կոչում է, և նրան սաստիկ ցնցում է, թավալեցնում, փրփրեցնում և խորտակելով նրան, հազիվ է հեռանում նրանից։ Ես քո աշակերտներին աղաչեցի, որ հանեն չար ոգուն, բայց նրանք չկարողացան»։ Հիսուս պատասխանեց և ասաց. «Ով անհավատ և մոլորված սերունդ, մինչև երբ ձեզ հետ պիտի լինեմ և ձեզ հանդուրժեմ։ Բեր այստեղ քո որդուն»։ Եվ մինչդեռ նա մոտենում էր, տևը գետին խփեց նրան ու ցնցեց։ Հիսուս սաստեց պիղծ ոգուն, բժշկեց մանկանը և տվեց նրան նրա հորը։ Եվ ամենքը զարմանում էին Աստծու մեծագործությունների վրա։ Եվ մինչդեռ բոլորը զարմանում էին այն ամենի վրա, որ նա կատարում էր, նա իր աշակերտներին ասաց. «Ձեր ականջների մեջ պահեցեք դուք այս խոսքերը, որ մարդու որդին մատնվելու է մարդկանց ձեռքը»։ Սակայն նրանք չէին ըմբռնում այս խոսքը, և դա ծածկված էր նրանցից, որ չիմանան, և վախենում էին այդ խոսքի մասին հարց տալ նրան։
ճշմարիտ մեծությունը։ Աշակերտների մեջ մի վեճ առաջ եկավ, թե արդյոք իրենցից ով է մեծ։ Երբ Հիսուս իմացավ նրանց սրտի խորհուրդները, վերցրեց մի մանուկ, կանգնեցրեց նրանց մեջ իր մոտ և ասաց նրանց. «Ով որ այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում, իսկ ով որ ինձ ընդունի, ընդունում է ինձ ուղարկողին, որովհետև ով որ ձեր մեջ փոքրագույնն է, նա է մեծ»։ Ով մեր դեմ չէ, մեզ հետ է։ Հովհաննեսը պատասխանեց և ասաց. «Վարդապետ, տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում, և արգելեցինք նրան, որովհետև մեզ հետ չի շրջում»։ Հիսուս ասաց նրանց. «Մի արգելեք նրան, որովհետև ով որ ձեր թշնամին չէ, ձեր կողմն է»։ Վատ ընդունելություն Սամարիայի մի գյուղում։ Եվ երբ աշխարհից նրա վերանալու օրերը լրանում էին, հաստատապեց որոշեց գնալ Երուսաղեմ և իրենից առաջ պատգամավորներ ուղարկեց, որոնք, երբ գնացին, մտան սամարացիների մի գյուղ, նրա համար պատրաստություն տեսնելու, բայց սրանք չընդունեցին նրան, որովհետև նա ուղևորվում էր դեպի Երուսաղեմ։ Երբ նրա աշակերտները Հակոբոսը և Հովհաննեսը այդ տեսան, ասացին. «Տեր, կամենում ես, որ ասենք և երկնքից կրակ իջնի ու բնաջինջանի նրանց»։ Նա դարձավ, սաստեց նրանց և ասաց. «Չգիտեք ինչ հոգուց եք դուք, որովհետև մարդու որդին չեկավ մարդկանց հոգիները կորստյան մատնելու, այլ փրկելու»։ Եվ մի ուրիշ գյուղ գնացին։ Առաքելական կոչման պարտավորությունները։ Եվ մինչդեռ նրանք գնում էին ճանապարհի վրա, մեկը նրանց ասաց. «Կգամ քո հետևից, ինչ տեղ էլ գնաս»։ Հիսուս նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն և երկնքի թռչունները հանգստանալու տեղ, բայց մարդու որդին գլուխը դնելու տեղ չունի»։ Մի ուրիշի էլ ասաց. «Արի իմ հետևից»։ Եվ սա ասաց. «Տեր, հրաման տուր ինձ, գնալ նախ թաղել իմ հորը»։ Հիսուս նրան ասաց. «Թող որ մեռածները թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա քարոզիր Աստծու արքայությունը»։ Մեկ ուրիշն էլ ասաց. «Քո հետևից կգամ, Տեր, բայց նախ թույլ տուր ինձ, որ հրաժեշտ տամ իմ տանը»։ Հիսուս նրան ասաց. «Ոչ ոք իր ձեռքը մաճի վրա կդնի և ապա հետ կնայի, եթե հարմար է Աստծու արքայությանը»։